Ժառանգությունը դեմ է սահմանադրության ցանկացած փոփոխության, որը առաջարկում է այս ոչ լեգիտիմ իշխանությունը։ Ազատությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց կուսակցության հիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանը։ Տևական արձակուրդից հետո նախօրեին հայրենիք վերադարձած ընդդիմադիր գործիչը այսօր առաջին անգամ հրապարակավ խոսեց սահմանադրության նախագծի վերաբերյալ, պնդելով Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը Հայաստանը տանում է դեպի ոչ ինքնիշխան կուսակցապետություն։ Բարոն Սարգսյանը, ով ապօրինի նստած է իր աթոռին, փորձում է մտածել, որ ինքը ինչպես մնա պատկան ռելևանտ առաջիկայում։ Եվ ձևը գտնելը, որ ինձնից հետո թեկուզ եւ չրհեղեղ, եթե մինչև հիմա ավտորիտար էր, հիմա կլինի կուսակցապետություն։ Իսկ այդ կուսակցապետությունը Հայաստան աշխարհ եւ Հայաստանի քաղաքացուն դանում է ոչ լավ ապակայ։ Ընդդիմադիր առաջնորդը վաղը կուսակցության ժողով է անցկացնելու։ Հիմնական հարցը սահմանադրական բարեփոխումներն են եւ դրանց դեմ պայքարը։ Ռաֆի Հովհաննիսյանի կարծիքով իրենց խնդիրն ավելին է, քան միայն ոչի պայքարը։ Մենք պատրաստ ենք համագործակցել, սովորել սեփական սխալներից եւ համագործակցել այն ուժերի հետ, ովքեր ուզում են ինքնիշխան սահմանադրական Հայաստան։ Մենք համարում ենք, ես համարում եմ, որ նրանք ովքեր ուզում են իջեցնել այս փոփոխությունները 10 տարի մեկ, իրենք են ոչի կողմնակիցները, մենք այո ենք ասում Հայաստանի եւ իր անկախության եւ մեր ինքնիշխանության։ Ազատության դիտարկմանը, թե սահմանադրականի դեմ հանդես եկող ուժերը խոստանում են ոչի պայքարը իշխանափոխության վերածել, Ռաֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք էլ են իշխանությունների հրաժարականին կողմ եւ իր կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը խիղճ ու ղեկավարման ձիրք ունենար, պաշտոնից ինքնակամ կհեռանար։ Այո, մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի եւ իր վարչագահի հրաժարականը եւ հերացումը հանուն Հայաստանի Հանրապետության, որտեղ այսպես շարունակելով դուք սա քաղաքագիտական, լրագրողական, թե անգամ այսպես վիճակագրական վերլուծության ենթարկեք, Հայաստանը գնում է դեպի ներքև, դեպի անդուն։ Հովհաննիսյանի խոսքով ժողովուրդը այս պայքարում միասնություն է պահանջում եւ իրենք պատրաստ են համագործակցել քաղաքացիական ու քաղաքական ուժերի հետ։ Մի քանի օր առաջ Ժառանգությունը որոշել էր նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը չմասնակցել, սակայն Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը օրեր անց ազգային ժողովում հանդիպել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Դրանից հետո կուսակցության անդամները սկսել էին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Այսօր փորձեցինք ճշտել Ռաֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը, ով այդ օրերին Հայաստանում չէր։ Գեներալ Գուրգեն Դարիբալթայանի հոգեհանգստին եկած Հովհաննիսյանը պնդեց, տեղը հարմար չէ եւ հարցին խուսափեց պատասխանել։ Եկել եմ հոգեհանգստի գեներալի, որը մեծ ավանդ ունեցել է մեր բանակաշինության եւ սահմանների պաշտպանության։ Եվ չեմ համարում, որ այս հարցը հարիր է այս տեղանքի կամ ժամանակահատվածի, վաղ մենք ունենանք մեր ժողովը,